չէ գուցե Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարներ ասնելու։ Նայեք, մենք երբեք չենք ասել, որ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու միակ ընդունելի գործիքը ընտրություններն են։ Երբեք չենք ասել։ Մենք ասել ենք բոլոր հնարավոր միջոցները, ընտրություններ եւ փողոցային պայքար։ Ճիշտ է, դրանց համադրումն է։ Չի ստացվում տենց։ Ով ասել։ Այսինքն հնարավոր է առաջիկայում գործընթացներ հնարավոր է։ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրություն Նիկոլ Փաշինյանի հետ ոչ ոք ընտրություն չի լինում, եթե լինում է երկրում ընտրություններ, կուսակցությունը որոշում է մասնակցի թե չէ։ Դա Նիկոլ Փաշինյանի հետ ընտրություններ գնալ չի։ Դա Նիկոլ Փաշինյանի դեմ ընտրությունների գնալ։ Շարունակում է ղեկավարել, այս դեպքում արդյոք օբյեկտիվ ընտրություններ պետք է լինեն։ Թափանցիկ ընտրություններ պետք է լինեն, խախտումներ չեն լինի, եթե Փաշինյանն Եվ որպեսզի խախտումների հավանականությունը ավելի փոքր լինի, ընդդիմությունը խորհրդարանական պետք է ունենա մասնակցություն, ներկայացվածություն ընտրական հանձնաժողովներում։ Կարծում եմ շատերին դա դուր չի գալիս։ Պարոն Խաչատյան եւ փաստորեն Նիկոլ Փաշինյանը այս իր տևական գրառումներից հետո վեհափարի եւ նրա ինչպես ինքն է պնդում այդ կուսակցության խախտման թեմայով, այսօր արդեն արձանագրում է, որ գրեց արձագանք չեղավ, այսօր արդեն գրեց, որ փաստորեն վեհափարը պնդեց, որ զավակ ունի, խախտել է կուսակրոնության ուխտը եւ պետք է ազատի վեհարանը։ Երբ վեհափարը նման բան պնդը։ Նիկոլ Փաշինյանն այսօր այդպիսի պնդում արեց, վեհապարից արձագանք չկա։ Ոչ է արել իր գրառումների եզրափակիչ մասը։ Ասկան վեհապարը պետք է Նիկոլ Փաշինյանի ամեն ինչին հերքի կամ Չէ, ես չեմ հարցրել, պարոն Խաչատյան, հարցս Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն եզրահանգեց, որ վեհապարը խախտել է կուսակրոնության ուխտը, զավակ ունի, ես Նիկոլ Փաշինյանն եմ ցիտում, եւ պետք է ազատի վեհարանը։ Եվ դիմում է քրիստոնեական առաքելական եկեղեցու հետևորդներին եւ այլն, ասում է, որ այս հարցով փաստորեն բոլորը պետք է շահագրգիռ լինեն եւ նպաստեն այդ process-ին, որ կաթողիկոսը հեռանա։ Ես ուզում եմ ձեր գնահատականը նախ ի վերջո ինչ հարց է լուծում հիմա Նիկոլ Փաշինյանը եւ ինչ է կարծում ինչ կանի հիմա արդեն պնդում է որ զավակ ունի դուք օրինակ հնարավոր համարում եք որ չգիտեմ ակցիաների կոչանի կամ ինչ մեխանիզմների եւ մեթոդների կդիմի արդեն վեհապարին վեհարանից դուրս անելու Ես բոլոր որևէ ստորություն չեմ բացառում հիշեցնեմ որ դեռ 18 թվականին նոր Հայաստան նոր հայրապետ շարժումը փորձարը ներխուժել վեհարան, վեհապարի մեքենայի իշխարություններ փորձ է կանգնացնել։ Այս իշխանությունները անցյալ տարի արդեն իշխանությունները ուղղակիորեն փորձեցին արգելել վեհապարի մուտքը Սարդարապատի ու Շահամալիր, այնպես որ որևէ ստորություն չեն բացառում։ Մյուսը խորքային է, ինչի հանկարծ Նիկոլ Փաշինյանը որոշեց ամսի 30-ին թե 31-ին մայիսի հարցակում սանձազերծել Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, որովհետև Առաքելական Սուրբ Եկեղեցին Շվեյցարիայի բողոքական եկեղեցու հետ համատեղ խորհրդաժողով էր կազմակերպել, որտեղ արծարծվել էր արցախցիների վերադարձի իրավունքի հարցը եւ Արցախում հայկական, քրիստոնեական, մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման հարցերը։ Իսկ դրանից ավելի շուտ հունվարի 7-ին Ալիևը ասել էր կամ Հայաստանի իշխանությունները հայկական ֆաշիզմի դեմ պետք է պայքարեն, հայկական ռևանշիզմի դեմ կամ ես Հայաստանի դեմ կպայքարեմ։ Հասկանալի է, իսկ ինչ լուծում եք առաջարկում, որովհետև մենք միշտ խոսում ենք, թե ինչից սկսվեց, բայց չենք Նիկոլ Փաշինյանին ուղարկել տուն ինչքան շուտ այնքան լավ։ Պարոն Խաչատյան, այսինքն դուք կարծում եք, որ կարող է ակցիաներ եւ Չեմ բացառում։ Խուլիգանական ակցիաներ չեմ բացառում։ Ձեզ օրինակ հետաքրքիր է, թե հետաքրքիր չի վեհապարը զավակ ունի, թե չունի։ Եվ դա ինչ որ կտա օրինակ անձնապես ձեզ։ Ինձ բացարձակապես դա չի հետաքրքրում վեհապարը Առաքելական Սուրբ Եկեղեցու ղեկավարն է Առաքելական Սուրբ Եկեղեցին այն ինստիտուտն է որը պահել է հայկականությունը ազգը երբ մենք պետականություն չենք ունեցել Առաքելական Սուրբ Եկեղեցին այն թերևս միակ ինստիտուցիոնալ կառույցն է որը այս իշխանությունների ազգադավ ազգուրած քաղաքականությանը դեմ է գալ խոսում։ Ինձ խոհանոցային մակարդակի բամբասանքները չեն հետաքրքրել,
չեն հետաքրքրում եւ ապագայում չեն հետաքրքրելու։ Քաղաքացիական բախումներ կարող է լինել։ Չեմ բացառում, որ իրանք ես նշեցի, չեմ բացառում որևէ սադրանք, որևէ խուլիգանություն, թե գործողությունների, թե խոսքերի։ Այսօր արդեն կոչով է հանդես եկել։ Վստահ եմ, որ կձախողվեն։ Կաթողիկոսին Վեհարանից հանելու շուրջ։ Երբ ասեն։ Գրառում էր այսօր առավոտին։ Ես այսօր մի քիչ ավելի կարևոր զբաղմունք ունեի Պետք է դուրս հանենք Վեհարանից։ խորհրդարանում, քան թե Նիկոլ Փաշինյանի գրառումները կարդալը։ Դա այսքան փաստորեն ճիշտ եմ ասում եմ, որ ինքը ամեն տեսակի սադրանքի պատրաստ Պարոն է։ Խաչատյան, ու ներողություն ձեզանից ու գործընկերներից, ես մենք մի փոքր ուշ միացանք Դավիթ Համբարձումյանի հետ։ Ավելի դրա մասին արդեն երկու անգամ եմ խոսել, խնդրում եմ իրանցից վերցրեք, ելեն։ Անեն ասել է պետք է խմբակցության նիստ լինի։ Ու ճիշտ ասելու Անյանը, չէ դեռ։ Այդ ժամանակ նոր Այո, այո, շնորհակալություն։